Դեր Հիսուս Քրիստոսի անով ողջունեմ ձեզ բոլորդ, որ այս առավոտ կարողացաք Տերոջը դունակալ միասնապար զինք բաշտելու։ Հոդնգայս պիտի երգենք 87-րդ երգը, «Ո՞հ թե կարող ես լայի»։ Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը բիդելլա թիվ 23 համբարձում։ Զանոնք մինչև Փեթանիա հանեց ու իր ցերկերը վեր վերցնելով օրտնեց Զանոնք եւ եղավ որ երբ Զանոնք կորտներ զադվեցավ անոնցմե ու վեր գելլեր երկինք։ Ու քանի որ աչքերին նկած երկինք գլային անոր երկալու վրա ահա երկումար իրենց կողքայցան ջերմակ անտեսներով որոնք նայեցին Ով Գալիլեացի մարդիկ ինչու գայներ թեպի երկինք գնայիք այս Հիսուսը որ ցեզմե երկինք համբարձավ այսպես պիտի կա ինչպես տեսակ անոր երկինք երթալը Անոնք մեծ ուրախությամբ Երուսաղեմ դարձան եւ ամենատեն դաջարի մեջ էին ու գովաբաներին երկրորդ զասած Վասնզի մեզի ճիշտ այսպիսի քահանայապետ մգվայլեր սուրբ անմեղ անարատ մեղավորներեն զադված ու երկինքեն վեր բարձրացած Արմեն որ մեծ քահանայապետ մոտնին երկինքը անցած Հիսուսը Աստծո որդին ամուր բռնել մեր քահանությունը Քանզի ոչ թե
այնպիսի քահանայապետ ունենք, որ կարող չլա մեր դգարություններուն գարեգից լալ, հաբա ինք ամեն կերպ փորձը արած է մեզի նման, բայց առանց մեղքի։ Ուստի իմացագությունով մոտենանք շնորհած աթորին արջև, որպեսի ողորմություն ընդունենք ու շնորհ գտնենք պետք եղած ադենը մեզի օգնել։ Դեր օրհներ խոսքին ընթերցումը գրավիրեմ հովիվը, որ մեզ աղոթքով դերոջ կահում մոտեցնենք։ Մեր բաշտելի երկնավոր հայրը սրտանց փառք կուտանք քեզի այս օրհնյալ դերունական օրվան համար եւ այս բահվան համար, ուր դեր հավաքված ենք քեզ բաշտելու, երգրբակելու, քո անունդ մեծարելու եւ մեր հավատքը ամբրաբնթելու խոսքիդ վրա։ Այո դեր խոստման համացայն մեր մեջ ներկա ես, թուն խոստացար միշտ մեզի հետ ըլլալ եւ դերը սիր ուր երկու կամ երեք հոգի իմ անունովս հավաքված են ես հոն ներկա եմ։ Շնորհակալ ենք ով դեր, որ մեզի աշխարհ աշխարհի մեջ այսպեսի արիթներ կշնորհես, ուր հավաքապարալ դեր գրնանք, քեզի հետ հաղորդակցիլ, բաշտել քեզ եւ մեր հոգիներուն սնունդը ստանալ։ Փառք կուտանք նաեւ դեր գրնանք անցնաբեսալ ովևէ դեղ, ովևէ ժամանակ մեր ցայները քեզի բարձրացնել, մեր շնորհակալությունները հայտնել եւ նաեւ մեր պետքերը քեզի ներկայացնել։ Փառք կուտանք ով դեր այս մեծ առանձնաշնորհումին համար, որ գվայելենք, որ մեզի դրված է, ոչ թե անոր համար, որ մենք արժանիք ունենք, հաբա որովհետև դու մեզ սիրեցիր անուն սիրով եւ ուզեցիր քու փառքիդ մասնագից դարձնել եւ այսպես ով դեր գրնանք քեզի հետ հաղորդակցին ովևէ ադեն ովևէ դեղ փառք կուտանք որ դու մեր թերությունները դգարությունները մեզ մե ավելի լավ գիտես այսօր այդ մեկտեղ դու գագնգալես որ կուզավակներդ քեզի մոդենան եւ դեր քեզի հետ հաղորդակցին իրենց ցայները բարձրացնել փառք կուտանք դեր ամեն բանի համար եւ հավաքված ենք այս հարավոտ որբեսի հատուկ կերպով յուրաքանչյուրիս օրհնես դեր գաղութենք որ թուն թփչիս խոսքիդ միջոցով քու սուրբ հոգիդ լուսավոր է մեր մտքերը մեր սրտերը ըլլա որ դեր հեզությամբ խոսքդ լսենք որովհետեւ քու խոսքդ հեզ սրտերու մեջ միայն դեր գտնե եւ հոն բդու գբերը ուստիով դեր գհրավիրենք Սուրբ Հոգին որ մեր ներսիտին կորձե այս հարավոտ դեր գխնդրենք մեր նյութերնալ հիվանդները լան սկավորները լան գաղութենք բոլորին համար որ թուն օգնության հասնիս եւ դեր քո անունը փառավորես հիվանդությունները բժշկելով ցավեր մեղմացնելով ներգայությամբ դեր քաղցրացնելով բոլորի կյանքերը հիշե մեր հայրենիքը նալով դեր ողորմիս մեր ժողովրդին հոն գտնվող բոլոր ղեկավարները իմաստությամբ օժդես ըլլա դեր գարավարություն ըլլա անտիմատիրներ բոլորին դեր այնպես քո հոգիդ կորձե որանուք համերաշխությամբ դեր կորձեն ծրագրեն մեր ժողովրդին փառորության համար բոլոր խրովյալ երկիրները իշեդեր միջին արևելքը թուն գիտես ամեն բան հոն կուզավակներդ կան օգնես դեր զորացնես եւ դեր անոնց մոդը լաս եւ քու հրաշներովդ անոնց յանքերու մեջ դեր հայտնելով քու անունդ մեծարես այո դեր մեր բոլոր պետքերը քեզի կբերենք եւ կհավատանք որ դու կլսես եւ կպատասխանես Հիսուսի անունով ամեն ամեն Փառավորենք Տերը երկելով 254-րդ երգը թե հաջախ ամայի ըլլա մերուղին պիտի տեսնենք արքան օրմը
Բիտեսենք արքան օրման, բիցնձանք երկենք օրման, երբան իրենները գանչեկային շուրջ, բիտեսենք արքան օրման, ծավե դարաբանք է և հոգեր է վերջ, բիտեսենք արքան օրման, երջանկություն պիտի ունենանք անվերջ, բիտեսենք արքան օրման, բիտեսենք արքան օրման, բիցնձանք երկենք օրման, երբան իրենները գանչեկային շուրջ, բիտեսենք արքան մեզ մե առաջ կացո մեր սիրելյացեր, բիտեսենք արքան օրման, խաղալ եզրին վրա ծավ գլան հետ, բիտեսենք արքան օրման, բիտեսենք արքան օրման, բիցնձանք երկենք երբան իրենները գանչեկային շուրջ, բիտեսենք արքան օրման։ Մեր հաջորդ փառաբանությունը բիդելլա 167-րդ երգը գսպասենք մենք Տեր Հիսուսին անոր երկրորդ քալստյան։ Գսպասենք մենք Տեր Հիսուսին անոր երկրորդ քալստյան, առավոտյան արշալույսին, օդին մեջ ամբերում ռան, գիշերվան խավար պահերում, լուսնի աղոտ լույսին մեջ, գսպասենք ու գնայինք մենք, հույսով հաստատ անվերջ, անհամար ամփոխին մեջ են, բիտեսենք արնու կորտված, երբ սավարնին օդին մեջ են, պատմուջանով լուսասկյած, բիդորտենք փրկիչ Հիսուսը, հրեշտակած նոր երկով, և պիտի բսակվին կարգով, հավիտյանը սանուքով, զորավոր փողին հնչումը, ահուսար սապիդաստեր, կյանքի պայքար մեջացնելով, մերելներն հարուցանել, և մեկ անգամ և զորավոր, բիդ հնչե փողահավոր, մտեք պարկը սուրբեր այսօր, իգորուստով մեղավոր, դեսեք անգուքանի ռաբի, իր խոսմունքին համեմատ, սարսափեցեք ծաղրնոներ, անգուքաստան, դերը գուքա, թիմավորելու ելեն, շատ ոնց ամորը սպասած են,
զինք կտեսնենք մեր։ Այո, սիրելներ, աշխարհի նշաններ ցույց կտան, որ դերոջը քալուստը մոտ է, երբ կսե գրիվներ, բادرազմներ, հեղեղներ, երկրաշարժներ, սովեր, գիտեք, որ ժամանակը մոտ է։ Մենք ալ իբրև հավատացյալներ պատրաստ գտնվենք մեր դերը թիմավորելու։ Պիտի վերջացնենք երգելով 138-րդ երգը։ Հիսուս գուքա մոտ է ան, շատ նշաններ ցույց կտան։ Հիսուս գուքա մոտ է ան, շատ նշաններ ցույց կտան, մոտ գիշերվան ամբեր, շուտ պիտի ծրվի, իր պարած լույսով կանշեջ, պիտի տեսնենք զինք երկնից մեջ, Հիսուս գուքա այս է երգը իմ սրտին։ Հիսուս գուքա որադեն, փրկվածներ զայն պիտ լսեն, աստղազարդ երկնից մեջ նման փայլագի, ակնթարթիմը մեջ մենք ամբերով պիտ վեր ելենք, Հիսուս գուքա օրհնյալ երգը իմ սրտին։ Հիսուս գուքա եւ հավեր, արդեն ընչող սրբոցեր, արած մեջ պիտ ապրինք իր հետ միասին, մեղք է ազատ պիտ ըլլանք, չգահոնցավ դարաբան, Հիսուս գուքա երկնային երգ իմ սրտին։ Անքին փրկիչ ցայն շուտով, պիտի լսենք ցնցումով, աչքերս կարոտակին, քեզ պիտի նային, երջանիկ եմ երբ կզգամ, թե քեզի պես պիտի ըլլամ, դերթում գուքաս այս է երգը իմ սրտին։ Այո, սիրելներ, երբ այդ փողը հնչե, մերելներ պիտի հարուցանվին իրենց տեղերեն, եւ մենք ալ որ ողջ մնացած ենք, անոնց հետ միասին դերը պիտի թիմավորենք օդին մեջ 7 տարիներ, մեծ հարսանեկան խնջույք մը տեղի պիտի ունենա։ Երկամ բարդես ես արանցի, մինչ պայլից օր վրան վարդես,
խաղովդան չված շատ մարդիկ այն բայց որոնց երկել զիս կքալլե ինձետ գհոսի ինձետ ուր գսետ ես իրեն Ցենցում հալ զորմենք մի այսին վայլենք ոչ մեկը ունի Շնորհակալ ենք Լիքի Մարիթա դեր օրհնե Փարքերոջ որ դեր միշտ մեզ հետ կքալե գխոսի ցայնը լսելի գդարցրե բայց մենք ալ պետք է խոսենք եւ լսենք իրապես հսկանչելի դեր ունենք Աստծո խոսքեն պիտի գարտամ Քորձ Արաքելոց քիրքին առաջին գլուխեն 8-11 համարները ուրեմն Քորձ Արաքելոց առաջին գլուխ 8-11 համարները Ղուկաս Ավետարանիչ այսպես կսե Բայց հոգվույն սրբո ծեր վրա եկած ադենը զորություն պիտի առնեք եւ ինձի համար վգաներ պիտի Երուսաղեմի մեջ եւ բոլոր Հրեաստանի ու Սամարիայի մեջ ու մինչև երկրի ծայրերը եւ երբ այս բաները սավ Մինչ անոք գնայեին համբարձավ եւ ապ մզանիգա անոնց աչքեն արավ ու քանի որ աչքերնին դգած դեպի երկինք գնայեին անոր երթալուն վրա ահա երկու մարդ իրենց քով գայնեցան ջերմակ հանդերձներով որոնք նաեւ ըսին ով Գալիլեացի մարդիկ ինչու գայներ դեպի երկինք գնայիք այս Հիսուսը որ ցեզ մե երկինք համբարձավ Այսպես պիտի կա, ինչպես տեսակ անոր երկինք երթալը։ Քրիստոնյա աշխարհը Հիսուսի համբարձումը կհիշադակեն, որ հատուկ է քրիստոնեության մեջ։ Քրիստոնեական բոլոր դոները հատուկ են եւ դոներուն մեջ են Աստված պատկամ ունի փոխանցելիք Եվ այս է էականը, կարևոր այս է, աստուծո գոմե եկող պատկամը լսելու հոժարությունը ունենալն է։ Անգեղձ լալու համար գուզեմ ասել, որ քրիստոնեական դոները հիշադակելու ժամանակ մարդիկ երկու տասագարքի գպատկանին կամ գպայժնվին ասենք։ Առաջինը տասագարկը որ արդակին երևույթներով ցեվականության կարևորություն կուտան, ասոնք ուդելով, խմելով, խրախճանքներու մեջ եւ զանազան միջոցներով մարմնավոր զվարճություններու մեջ կհիշադակեն։ Ծնունդ է, զատիկ է, համբարձում է։ Ասոնց համար կարևորը զգացական լավ մթնոլորտի մեջ գտնվելն է։ Առանց այդ դոներուն առնչությամբ Աստուծո կողմէ եկած պատկամը լսելու եւ դոներուն իմաստը հասկանալու եւ Քրիստոսավայել դիրքորոշում առնելու։ Ինչու ծնավ Հիսուս այդ մեզի չի հետաքրքրեր։ Գիտենք, որ Երուսաղեմ մեջ ծնավ, բարի մարդ մներ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Ինչու մերավ եւ հարություն արավ Հիսուս, մեզ չի հետաքրքրեր, չենք գիտեր որքան իրավ է հարություն տալ, այս ըսողները չինացիները չեն, հայեր են, ինչու Հիսուս համբարձավ, մեզ չի հետաքրքրեր, մենք կարևորը գհիշադակենք։ Երկրորդ հասագարկ մնալ գա, որ մեծ ուրախությամբ գհիշադակեն քրիստոնեական դոները, գիտակից են, ինչու գահավադան և ինչի գահավադան։ Հետաքրքրված են հասկանալու դոնին իմաստը։
Յուրաքանչյուր դոնինդ մեջ են եկող աստվածային պատկամը լսելու հոժարությամբ գլսեն։ Այս տասագարքի մարդիկ գծերպազատվին գույր հավատքեն, միտքերնին լուսավորվելով ճշմարիտ հավատքի, առողջ հավատքի դեր մարդիկ կդառնան։ Քրիստոնեական բոլոր դոները հիշադակելու նպատակը մեզ ավելի Աստծո մոտեցնելու պետք է ծառայ, զայն ճանչնալու, սիրելու եւ ուղիղ սիրտով բաշխելու։ Գարտացված հատվածի մեջ Ղուկաս ավետարանիչ Հիսուսի համբարձումը կնկարագրե։ Մեր Տիրոջ համբարնալն հարության նման հրաշք մնե, որ իր ասվածությունը ցույց կտա։ Ինչպես հարությունը, նույնպես համբարնալը միայն Հիսուսի մեջ կտեսնենք։ Բոլոր գրոնքի առաջնորդները, հիմնադիրները մերան թաղվեցան եւ մինչեւ այսօր հողին տակն են, բայց Հիսուս հարություն արավ եւ համբարձավ, որովհետեւ ան Աստված էր եւ է, որ մարմնացավ եւ հարություն արավ փառավորյալ մարմինով եւ ապա համբարձավ։ Մարմինը, որ երկրի քաշողական ուժին չեն տարգվիր, փնության օրենքներով չգաշկանտվիր։ Հիսուսի համբարձումով ալ հաստատվեցավ, թե մեր փրկիչը ուրիշ մեկը չէր, եթե ոչ մարմնացյալ Աստված։ Ինչ մեծ մխիթարություն է այս քրիստոնյաներուն համար, որոնք գիտեն, որու կհավատան եւ որու կհետևին։ Աշակերտները տեսան իրենց աչքերով, թե հարուցյալ փրկիչը երկինք կբարձրանար, անոր համար գրցան իրենց վկայության հավատարիմ մնալ մինչև իմա, որովհետև փորձառություն ունին։ Միայն հարությունը չէր անոնց փորձառությունը, հապա նաև վկաներն էին Հիսուսի մահվան, հարության եւ համբարձման։ Ինչպես այս ճշմարտությունները իրենց մե գարենային խլել, ագանադասները դարձած էին, անոր համար քաչ վկաներ եղան, գրցան հալածանքներու ձեձերու տակ դոգալ, որովհետև տեսան։ Գարելի չէ Հիսուսի համբարձման շուրջ խոսիլ, առանց խոսելու իր դված վերջին բադվերներում եւ խոստումներում, որոնց շուրջ կուզեմ խոսիլ։ Եվ ասոնք օրհնություններ են, մեծ օրհնություններ են։ Ուրեմն հետաքրքրական է նաև նշмарել, որ երեք ավետարանները դարբեր խոսքերով կնկարագրեն Հիսուսի համբարձումը։ Նույնը չէ, եւ այս ցույց կտա, որ անոնք իրար մեջ չընդօրինակեցին։ Առաջին բադվերը կգարտանք Մարգոսի ավետարանին 16-րդ գլուխի մեջ։ Հոն գսե Մարգոս 16-15 Եվ ասավ անոնց, քացեք բոլոր աշխարհ ու ավետարանը քարոզեցեք բոլոր ստեղծվածներում։ Բադվեր ուրեմն քացեք բադվերն է, քացեք։ Եվ բարեբախտաբար աշակերտները հնազանդեցան այս բադվերին եւ քացին, քարոզեցին ավետարան եւ այսօր ավետարանը մեզի հասած է։ Ավետարանը այն բարի լուրը, փրկության լուրը։ Քրիստոնեությունը սիրելիներ մեգուսացիալ կյանքը չէ, առանցին։ Բողոս արաքյալ գսե դեսարան եղանք բոլոր մարդոց։ Քրիստոնեությունը Քրիստոսը ցոլացնելն է վարմունքով, խոսքով, գործով, զայն մեր շուրջը գտնվող մարդոց ներկայացնելն է։ Քրիստոնյաներ կնկատվին որպես Աստծո տեսպանները այս աշխարհի մեջ ոչ թե մերնել են ետքը, հոս պիտի ներկայացնեն։ Հիսուսը իր հետևորդները գոչեց աշխարհի լույսը եւ աղը։
այդպես չսավ։ Լույսը, որբեսի մարդոց Քրիստոսի առաջնորդեն, եւ Հիսուս անոնց մտքերը լուսավոր է, սիրտերը լուսավոր է, իսկ աղը որբեսի համդան իրենց քաղցր կյանքով համդան իրենց շուրջը գտնվող մարդոց։ Դժբախտաբար երբեմն գլսեմ աս մարդը համդալու դեղ շատ լեղի համդուդա, անուշ համդալու դեղ լեղի համդուդ, ասիգա եկեղեցի գերթար, ասիգա հավատացյալ է, դժբախտաբար այդ տեսակ մարդիկ ալգան, բայց հիշե որդուն այս աշխարհին աղն ես եւ լույսն ես։ Ինչպես այս օրհնությունները շուրջիներուդ պիտի փոխանցես։ Երբ առանցին մեգուսացյալ լերան քակատը մեկը գաբրի, ավելին գա Հիսուսը ասավ ես ցեզ գղրգեմ քայլերու մեջ, քայլերու մեջ գղրգեմ։ Խաչին թշնամիները Աստծո գամքին ու անոր սրբության թեմ գեցոները Հիսուս քայլերու նմանցուց։ Եվ հավատացյալ անոց մեջ աղավնիներու պես միամիտ պիտելա եւ օծերու պես խորակետ, ոչ խորամանկ, խորամանկություն հավատացյալներուն համար չէ, խորը մտածել, խորակետ լա։ Մեր դերը արագով մսավ, քնա այքիս մեջ կործե, որթյակ, քնա այսօր այքիս մեջ կործե, մեծ արաքելություն, մեծ առանձնաշնորհում, մեծ բադիվ եւ արդյուն կնալ փարավոր իրապես օրհնություն է ասիգա համբարձում են առաջ դեր այս բադվերը դբավ զայն կորձատրողները օրհնվեցան եւ օրհնության միջոց դարձան եւ այսօր ավետարանը գրեթե բոլոր լեզուներու թարգմանված է դեր Հիսուսի համբարձումը հիշադակելը այս բադվերը գիհիշեցնե յուրաքանչյուր հավատացյալին Կացեք, բոլոր աշխարհը ավետարանը քարոզեցեք։ Ավետարանը քարոզել բոլոր ստեղծվածներուն։ Ինչու, որտև ավետարանի մեջ զորություն կա։ Բոսարակյալ ուր որ երթար ավետարանի հետը գտաներ, որտև Աստծո զորությունն է, երբ մեկը հավատ կնձա է, այդ ավետարանը մարդուն սիրտը փոխելու զորություն ունի։ Անոր համար բոլոր ստեղծվածներուն ինչու որտեղ բոլոր մարդիկ պետք ունին լսելու ավետարանը բոլոր մարդիկ մեղավոր են եւ համարի շարունակություն այդ բադվերին գսե ան որ հավատա գփրկվի այս է ավետարանը իսկ ան որ չհավատար պիտի թադաբարդվի լման ավետարանը իր բարդագությունով ան որ գհավատա գփրկվի ինչ են մեղքի զորութեն են իշխանութեն են մահվան իշխանութեն են եւ քալիք Աստուծո քալիք փարգութեն են գփրկվի իսկ ան որ չհավատար պիտի թադաբարդվի եթե միայն առաջի բաժինը առնենք գես ավետարան է ավետարանը մեր ժողներուն համար սոսկալի հետևանք գա Երկրորդ բադվերը Մատթեոսի 28-րդ գլուխի մեջ կգարտանք, ինչպես ասի երեք ավետարանները դարբեր գերբով կնկարագրեն Հիսուսի համբարձման ադեն անոր դված բադվերներ։ Ուրեմն 28-ը Մատթեոս 28-ը 19-20 պիտի գարտան։ Ուրեմն կացեք բոլոր ասկերը աշակերտեցեք, մգրդեցեք զանոնք հանուն հոր եւ որդվո եւ հոգու սրբո Սորվեցուցեք անոնց, որ այն ամեն բաները բահեն, ինչ որ ես ցեզի բադվիրեցի։ Այսալ ուրիշ բադվեր մնե համբարձում են առաջ։ Աշակերտել, սորվեցնել, ետքը մգրդել, սորվեցնել, գենթատրե նաև հիշեցնել, Հիսուսի բոլոր խոսքերը, որբեսի այդ խոսքերը բահվին, ոչ թե ուրիշ խոսքեր, Հիսուսի խոսքերը, ինչ որ ինք ուսուցանեց, ինչ որ ինք բադվիրեց, այդ խոսքերը դարաձել,
պատվիրել։ Դժբախտաբար եկեղեցին առաջին դարու մինչև երրորդ դար հավատարիմ մնաց, ուսուցանեց, ինչ որ Տեր Հիսուսը լսեցին։ Ետքը գամած ուրիշ բաներալ ներմուծվեցավ եւ բավական Հիսուսի խոսքերեն հերացան, այնպես որ պատվերը հստակ է։ Ինչ որ ես ցեզի սորվեցուցի, ինչ որ ինձ մե լսեցիք, պատվիրեցի, այդ խոսեցեք։ Եվ այս պատվերը թեև ըստ երևույթին գարձեք հատուկ Աստծո ծառաներուն ուղված է, որոնք քաջություն եւ համարձակություն ունենալով իրենց ժողովրդին գիշեցնեն, գսորվեցնեն, ինչ որ Հիսուս պատվիրեց։ Սակայն Քորձ Կարաքելոցի մեջ կարդացինք նաև վգայելու պատվերը կա, որ գսե թուք իմ վգաներս պիտելակ, կացեք Երուսաղեմ քաղաքը նստեցեք, մինչև վերենզորություն առնեք, իմ վգաներս պիտելակ։ Ուրեմն, թե սորվեցնել է, թե ալ վգայել է։ Եվ հոստ աշուշտ դարբեր է Հովանես Մգրդիչին գադարած մգրդութենեն, ինչ որ Հիսուս պատվիրեց, որ սորվեցուցեք և մգրդեցեք։ Մգրդությունը փանի մեջ մխրջվիլ, սուզվիլ գնշանակ է։ Հիսուսի հավատալով մեր անմա հոգին գծերպազատվի, գփրկվի մեղքի իշխանութենեն։ Եվ բահվան ասպարեզ գրնագարտալ, որովհետև Քրիստոս գաբրի անոր հոգին մեջ։ Եվ որպես վգայություն իր փրկության գմգրդվի, ճուրին մեջ գտաղվի, հայտարարելով, որ ես այլևս հին մարդուն մերա եւ Քրիստոսի հետ հարություն գարնեմ եւ կյանքի նորոգության մեջ գկալեմ, որպես վգայություն։ Մգրդությունը փրկության պայման չէ, այլ Հիսուսի պատվերի հնազանդիլն է, որ իր երկինք համբարնալեն առաջ պատվիրեց։ Բարեբախտաբար աշակերտները եւ անոնց հետևորդները այս պատվերն գադարեցին։ Քորձ Կարաքելոցի մեջ շատ կտեսնենք, ինչպես մարդիկ հավատացին, ետքը մգրդվեցավ։ Հիսուս դարձյալ առաջ որ երկինք համբարնա, մի քանի պատվերներ տվավ, թե խոստումներ, պատվերներ, թե ալ խոստումներ տվավ։ Առաջին խոստումը, որ կարդացինք, ահա ամեն օր ես ցեզի հետ եմ, մինչև աշխարհիս վերջը։ Ասկի ավելի մեծ օրհնություն կարելի է երևակայել, հետդ եղողը հարուստ մեկը չէ, երկրիմը նախագահը չէ, փանակ չէ քու հսկողությանը տակ, Աստված ինքը, հետդ պիտել, Հիսուս, մինչև կյանքիդ վերջ, ան քեզի հետ պիտելա, իրապես հիանալի է։ Ուրեմն, այս պատվերը Հիսուսե ուղագի գստանանք, ոչ մեկ կրոնքի հիմնադիր գրծած է իր հետևորդներուն այսպեսի պատվեր մտալ, ես ցեզի հետ եմ, մինչև աշխարհի վերջ, խոստում տալ, պատվեր չէ, խոստում, ոչ մեկը, որովհետև անոնք մերան, ողջ մեկը գրնա խոստում տալ եւ իր խոստումը հարգել, մեր մեջ մեկը գա, մերած մարդումը խոստումը կսպասե, Հիսուս հարություն արավ, համբարձավ եւ խոստացավ, եւ Տերը ինք համբարնալեն հետո իրեն ներունեդեր եւ Սուրբ Հոգիով եւ խոսքը գհաստատեր նշաններով եւ քերբնական թեփքերով եթե գարտանք Մարգոսի ավետարանին 16-րդ գլուխին 19-20 արդ Տերը անոնց հետ խոսել են ետ երկինք համբարձավ ու Աստծո աջ կողմը նստավ եւ անոնք ելան ու ամեն տեղ գքարոզեին Եվ Տերը անոնց կործագից էր ու խոսքը կհաստատեր այն նշաններով, որոնք անոնց հետ երթային։ Աշակերտներուն քարոզչությունը կխոսեին, այդ խոսքը Աստված կհաստատեր նշաններով եւ հրաշքներով։ Փառք ուտանք, Տերը մեզի հետ է։ Եվ այս խոստումին գասկածիլը դրա բանական չէ, որտեղ խոստացողը ողջ է։ Երկրորդ խոստումը
որ մեծ օրհնություն մնե մեզի եւ յուրաքանչյուր հավատացյալ գվայլե Սուրբ Հոգվույն խոստումն է։ Հորը խոստումը։ Եվ անոնց հետ մեկտեղ գտնված ադենը գաբսպրեր անոնց, որ Երուսաղեմը չհերանան, հաբա ըսպասեն հորը խոստմունքին, զորինց մե լսեցիք։ Սուրբ Հոգին խոստումը, որ Պենտեկոստեի օրը իջավ պաշտոնապես եւ հավատացյալներուն սիրտերը քրավեց։ Հիսուս նախապես ըսած էր, որ ես պիտի խաչվիմ, մեռնիմ, հարություն առնեմ։ Սակայն անգամ եւս հոս երկինք համբարնել առաջ, հիշեցուց, գսեք հացեք, սպասեցեք։ Եվ անոնք քացին եւ սպասեցին։ Բադվերը ինչ է, սպասեցեք։ Խոստումը ինչ է, Սուրբ Հոգին պիտի դրվի։ Չեմ հասկանում ինչպես գարմը հովիվներ ավետարանիչներ այնպես գներգայացնեն, որ անոնք քացին, բորացին, գանչեցին Հիսուսի անունով, Սուրբ Հոգի ասված, մեր վրա իջիր եւ այլն։ Որտեղ են գահանեն ասոնք։ Խոստումը չեն խնդրեր։ Խոստումը գստանաս։ Երբ մեկը քեզի խոստում գնե, չես երթա չես ասեր, ուր է խոստումդ, հարկ է, մանավանդ խոստում դվող Աստված է։ Բադվերը հստակ է, քացեք, սպասեցեք։ Եվ անոնք քացին, սպասեցին։ Հանգարձակի անոնց վրա Սուրբ Հոգին իջավ։ Եվ Տերը իր խոստումը գադարեց։ 49 օրեր սպասեցին։ Տերը գամի Պենտեկոստեի դոնին արիթով գարչ քարոզաշարք պիտենեմ մի քանի գիրագիներ։ Ուրեմն այս ճշմարտությունը լավ հասկանալը կարևոր է։ Երրորդ խոստումը եւ վերջին երկինք համբարնալի առաջ 10-11 համարներն են։ Ու քանի որ աչքերնին դգած թեպի երկինք կնայեին անոր երթալու վրա, ահա երկու մարդ իրենց քով գայնեցան ջերմակ հանդերձներով, որոնք նաեւսին ով Գալիլեացի մարդիկ, ինչու գայներ թեպի երկինք կնայիք, այս Հիսուսը որ ցեզ մե երկինք համբարձավ, այսպես պիտի քա, ինչպես դեսակ անոր երկինք երթալ։ Ինչ է խոստումը երկրորդ քալուստը։ Բոլոր ճշմարիտ հավատացյալները կսպասեն այս խոստումին։ Դերոջը ըսված բոլոր խոստումները կատարվեցան։ Այսալ պիտի կատարվի։ Անպայման պիտի կատարվի։ Հիսուս նորեն պիտի գա։ Եկեղեցվո փեմերեն գքարոզվի, չի կարոզվի իրենց գիտնալիքն է։ Հիսուս անպայման պիտի գա, խոստացավ։ Ամեն անգամ երբ հաղորդության սեղանի շուրջ կհավաքվենք, այս կհիշենք։ Ասիգար էգզիստիշելու համար մինչև նորեն կա։ Ուրեմն դերը երանի թե մեր սիրտերն ալ ոչ թե ամիսը մեկ կամ շաբաթը մեկ, ամեն օր մեր սիրտերը երգիկ բարձրացնե, ուր է մեր դերը, մեր քանցը Տեր Հիսուս Քրիստոս։ Հիսուսի համբարձումը սիրելներ աստվածային գնիքը գգրե։ Ոչ առասպել է, ոչ ալ պատմություններ են, մարդոց մե եկած, ճշմարտություն է, կատարված դեպք է։ Հիսուս երկինք համբարնալով փաստեց, թե երկինքեն իջած էր։ Հովան ավետարանի մեջ նայեցեք ինչ կսե մեր Տերը Նիկոդիմոսի հետ երբ կխոսեր, 3-րդ գլուխին 10-րդ համարը այսպես կսե։ Եվ մեկը երկինք չելավ, բայց անիկա միայն որ երկինքեն իջավ, որդի մարդո որ երկինքն է։ Ան որ երկինքներ երգիր իջավ, անիկա վեր ելավ, բարձրացավ, եւ ան է որ նորեն պիտի գա։ Հիսուս երկինք երթալով ջամփան բացավ մեզի մեր առջև, որբեսի մենք ալ թեհոս ֆիզիկապես երբ կաբրինք հավատքով շնորհած կային առջև մոտենանք եւ թե երբ մեր աչքերը փակենք երկինքի մեջ բանանք։ Հիսուս է ջամփան ճշմարտությունը եւ կյանքը։ Հիսուս համբարնալով
աշակերտները մեծ ուրախությամբ վերադարձան, մեծ ուրախությամբ գգարտանք Ղուգասու ավետարանի մեջ, Ղուգաս 24, ոնդեղը ինչ մեծ ուրախությամբ վերադարձան առաքյալները, երբ դերը երկինք համբարձավ, 24, պիտի գարտամ 51-52, ուր գսե, և եղավ, որ երբ զանոք գորհներ, զատվեցավ անոց մե ու վեր գելներ երկինք, Հիսուս համբարնալի առաջ օրհնեց, անոր օրհնությունը հանգչեցավ բոլորին վրա, և վեր գելներ երկինք, անոնք ալ երկրպագություն ընելով անոր, մեծ ուրախությամբ Երուսաղեմ դարձան, մեծ ուրախությամբ։ Հիսուսի աշակերտները դրդմեցուց, սակայն հարությունը և համբարձումը ինչ ըրավ ուրախացուց։ Համար բգա, որ գուզեմ գարտալ առաջին Թեսաղոնիկեցվոց մեջ, առաքյալը գսե 1:10 մեջ, և սպասելու անոր որդուն երկինք են, զորինք մերելներ են հարուց, այսինքն Հիսուսը, որ գազադե մեզ կալու պարգութեն է։ Դերը շնորհ է, որ այս խոստումները միշտ հիշենք, մենք մոռացկոտ ենք, միշտ կմոռնանք, այնպես որ հիշենք, թե բադվերները, թե խոստումները, ան մեզի հետ է, միշտ մեզի հետ է, Սուրբ Հոգին մեր մեջ կփնագի, ուրեմն այս օրհնությունները հիշելով ամեն օր մեր ուխտերը նորոգենք եւ ասենք ով դեր ես կհավատամ որ դու գրնաս այսօր ալքալ գրնանք հավատալ Հիսուսի որ նորեն պիտի կա որովհետեւ երկինք համբարձավ եւ ողջ է եւ խոստացողը Հիսուս ինքը այնպես որ չհավատալը դրա ապանական չէ դերը ցեզ օրհնե իր շնորհքի մեջ բահե Եվ այս ճշմարտությունները մեր սրտերու մեջ դեղ գտնեն իր փառքի համար ամեն Շնորհակալ ենք Տերոջմեն այս կարևոր պատգամին համար եւ դերը շնորհ է որ իբրև փորձարապար հավատացյալներ ըլլանք Քրիստոսի լույսը, փույրը, աղը և գարենանք մեր շուրջիններուն սպրել այդ բարի լուրը, որ Քրիստոսի գարաչնորդ է։ Պիտի վերջացնենք երկելով 298-րդ երգը, որում վերջին դունը ոտքի և հովիվին աղոտքով պիտի փակենք։ Մինչ մոտ գուքան օրեր վերջին, ինչ մեծ հրճվանք այս հույս կուտա։ Ինչ մոտ գուքան օրեր վերջին, ինչ մեծ հրճվանք այս հույս կուտա, թե շատ շանցած էր երկինքի, թագավորած մինուլա, շուտ պիտի կա, ուրախ պիտի զինք թիմավոր, Arduggesor irigungam kishen kiden morbidi shutka Nashan yekriv rabagashen Yevas azart yergin kifra Deroch vagay kavagayen Te perchin kalusa modea Should be dika Urach bidi zingtim avorem Arduggesor irigungam kishen Kiden vor bidi shutka Mekal vor
դերոջքով Իզուր այսուր շբայք մենք Այս իրար մխիթարենք այս խոսքով Շուտ բիդիկա ուրախ բիդի զինքի մաբորենք Արդուկ եսոր իրիկում գամ կիշեր Գիտենք որ բիդի շուտ կա Այո Տեր Հիսուս, որքան փառք կուտանք այս ճշմարտություններուն համար, որ քուպերնետ կլսենք, այո թուն շուտով պիտի քաս աշխարհի մեջ նշաններ ցույց կուտան, որ քու քալուստը մոտ է։ Ուստի Տեր հատուկ շնորհքնես բոլորիս, որ միշտ հիշենք քու բادرներդ, քու խոստումներդ եւ ապրենք այն կյանքը, որը համար գանչվեցանք։ Գնքես Տեր այս ճշմարտությունները մեր բոլորի սրտի մեջ։ Փառքիդ համար կխնդրենք, արձակես մեզ քու խաղաղությամբ։ Ամեն։